Իդեալ համակարգը տեղաբաշխում է 1 միլիարդ դրամի գովազդային ֆոնդ նորակառույց բնակարանների բոլոր շահառուների միջև։ Յուրաքանչյուր ընտանիք կարող է ստանալ 500,000 դրամի սերտիֆիկատ, որը կդառնա ձեր առաջին քայլը բնակարանը երազանքի տուն դարձնելու ճանապարհին։ Կնոջը խեղտամանելու մեջ մեղադրվող Նարեկ Սարգսյանը դատապարտվել է ազատազրկման 16 տարի ժամկետով։ Ողբերգական դեպքը տեղի ունեցել 2022 թվականի մայիսի 5-ին Երևանում բնակարանում հայտնաբերվել էր 35-ամյա Տաթևիկ Աբրահամյանի դին պարանոցի եւ դեմքի շրջանում բռնության հետքերով։ 1 տարեկան երեխայի սպանության դեպքով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում նախաձեռնվել է եւս 1 քրեական վարույթ երեխայի դաստիարակության կամ խնամքի պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքով։ Հակակոռուպցիոն կոմիտեն հիմնավորել է, որ Սևանի բժշկական կենտրոն ընկերության տնօրենը կատարել է իրեն վստահված խոշոր չափերի գույքի հափշտակություն, ինչպես նաև խմբի կազմում փաստաթուղթ է կեղծել։ Հիմնավորվել է նաև, որ տնօրենը նույն բժշկական կենտրոնի աշխատակցի հետ նախնական համաձայնությամբ վերնշված անձի աշխատանքի հաճախելու վերաբերյալ կազմել է կեղծ փաստաթուղթ, որի հետևանքով բժշկական կենտրոնի բյուջեից որպես աշխատավարձ է վճարվել 2,338,000 դրամ։ Մարտի 24-ին Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվող ապօրինի կառույցների ապամոնտաժման ընթացքում քաղաքացիներից մեկը գազային ատրճանակով սպառնացել է աշխատանքներ կատարող անձանց։ Նա ձերբակալվել է։ Մարտի 22-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով Հայաստանի տեղափոխվել 46-ամյա մի տղամարդ, որը 2025 թվականից հետախուզվում էր քողության մեղադրանքով։ Մարտի 22-ին Քիշնև Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո ձերբակալվել է 61-ամյա մի տղամարդ, որը 2020 թվականից Բելգիայի իրավապահների կողմից հետախուզվում էր փողերի լվացման եւ թրաֆիքինգի մեղադրանքով։ Մարտի 18-ին ոստիկանները ապօրինի թմրանյութ պահելու, օգտագործելու եւ իրացնելու կասկածանքով ձերբակալել են 28-ամյա մի երիտասարդի։ Նրա մոտ հայտնաբերվել է մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող զանգվածով 40 փաթեթ, ընդհանուր 84,54 գրամ։ Մարտի 18-ին տեղեկություններ են ստացվել, որ Նոր կյանք գյուղի 60-ամյա բնակիչը թմրամիջոց եւ զենք է ապօրինի պահում, հայտնաբերվել է 16 մմ տրամաչափի ողորկափող որսորդական հրացան, փամփուշտներ եւ 28,2 գրամ թմրամիջոցի նմանվող դեղնականոչավուն զանգված։ Մարտի 23-ին Սյունիքի մարզում հաշվառված 19-ամյա Վարդանն իր վարածքի ամակնիշի ավտոմեքենայով Աբովյան քաղաքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց բախվել ծառին ու կիսակողաշրջվել։ Վարդանը, ուղևորներ, Կոտայքի մարզի բնակիչներ 19-ամյա Ամուրը, 20-ամյա Ռոբերտը, 19-ամյա Արամը տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ Վարդանը գիտակցության չգալով մահացել է։ Մարտի 23-ին Երևանի Տիգրան Մեծ պողոտայում բախվել են Տեսլա, Տոյոտա եւ Օփել մագնիշի ավտոմեքենաները։ Օփելի վարորդը տեղափոխվել է հիվանդանոց։ Օփելը վարել է Արարատի մարզի բնակիչ 28-ամյա Մհերը, ով վարորդական իրավունքի վկայական չի ունեցել։ Տեսլան վարել է Երևանի բնակիչ 31-ամյա Արթուրը, ով գտնվել է ոչ սթափ վիճակում, իսկ Տոյոտան վարել է Գեղարքունիքի մարզի բնակիչ 36-ամյա Տիգրանը։ Մարտի 23-ին Սևան-Մարտունի գետապ ավտոճանապարհին բախվել են Տոյոտա եւ Օփել մագնիշի ավտոմեքենաները, 3 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։ Մարտի 23-ին Մարգարա Վանաձոր Տաշիր ավտոճանապարհին բախվել են Շիրակի մարզի բնակիչ 28-ամյա Ղազարի վարած Լադա, Արագածոտնի մարզի բնակիչ 35-ամյա Ասատուրի վարած ՎԱԶ 2107, Լոռու մարզի բնակիչ 59-ամյա Արմենի վարած ԳԱԶ 3110 եւ Երևանի բնակիչ 52-ամյա Տիգրանի վարած ԴԱՖ մագնիշի կցորդիչով բեռնատարը։ Արմենը, ուղևոր, Լոռու մարզի բնակիչ 57-ամյա Գոհարը եւ վարորդներից Ղազարը տեղափոխվել են հիվանդանոց։ Մարտի 22-ին Վանաձոր Դիլիջան ավտոճանապարհին բախվել են 41-ամյա Արթուրի վարած Lexus LX 570 եւ 41-ամյա Գրիգորի վարած Օփել մագնիշի ավտոմեքենաները, 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։ Մարտի 23-ին Երևանում բախվել են Արարատի մարզի բնակիչ 31-ամյա Սերգեյի վարած Volkswagen, Երևանի բնակիչներ 36-ամյա Դավիթի վարած BYD, 39-ամյա Հովսեփի վարած Lexus եւ 58-ամյա Արթուրի վարած Nissan մագնիշի ավտոմեքենաները տուժածներ չկան։ Nissan-ի վարորդը եղել է ոչ սթափ խմացության ամենաբարձր աստիճանի։ Մարտի 23-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շահումյան գյուղի Հակոբյան փողոցի տներից մեկին կից թոնրատան տանիքում։ Հրշեջ փրկարարները մեկուսացրել ապա մարել են կրակը, այրվել են տանիքի փայտե կառուցատարերն ու կենցաղային իրեր։